Ծաղկազարդը իմ սիրելի տոներից մեկն է, ուրախանում եմ բոլորս, որ բացվել է վարագույրը։ Պատարագներն են ասում, երգում են, ես էլ եմ ուզում դրանք անեմ, ինձ հաճույք է գալի դրանցից։ Երբ Հիսուսը եկավ Երուսաղեմ, Ձիթենի ծառերից պոկեցին ճյուղեր և նետեցին նրա առջև, ոմանք հանեցին իրենց հագուստները և նետեցին և աղաղակեցին, նաև որ գալիս է Տիրոջ անունով, այս տոնի բուն իմաստը դա է։ Բոլորը փորձում էին դիպչել ուղղակի Քրիստոսին, որպեսզի փրկվեն, և նրանք ովքեր դիպան փրկվեցին։ Ծաղկազարդը անցում կամ կամուրջ է ծառայում 40-օրյա պահքից դեպի ավագ շաբաթվա խորհուրդ և ինչպես ավետարանական պատմությունն է հիշատակում, ժողովրդի բազմությունը ովսանաներով, ուռենու և ձիթենու ճյուղերով ընդունեց Հիսուսին իբրև Մեսիայի։ Այսօր եկեղեցին այդ խորհրդով է ապրում, Հիսուսի հաղթական մուտքը հիշատակող խորհրդով։ Տան օրերը սիրում եմ, որովհետև շատ են մարդիկ հավաքվում, այդպես պատարագը ավելի լավ է անցնում։ Լարված է անցնում օրը, բայց շատ հետաքրքիր։ Պիտի համախմբված լինենք, որովհետև հենց խորանից սկսած ամեն ինչ կապված է։ Եթե խորանում լինենք միասին, կլինենք նաև միասին կյանքում ու կշարունակենք տենց։ Եկեղեցին առաջնահերթ շատ միասնական միջավայր է, որտեղ ամեն մեկն այստեղ ունի իր գործառույթը ու բոլորը փորձում են իրար լրացնել։ Դպիրները բնականաբար հոգևոր առումով մեզանից ավելի կրթված են ու մենք լինելով երիտասարդ միության անդամներ, ցանկացած հարցի դեպքում առաջնահերթ դիմում ենք մեր ընկերներին, դպիրներին, իսկ եթե նրանք էլ չունեն պատասխանը, արդեն մեր ավագ ընկերներին, այսինքն հոգևորականներին։ Մեր խորանները այսօր դպրաշատ են և այնքան է թիվը շատացել, որ այս տարի պիտի նաև ձեռնադրություն անենք Աստծո օրհնությամբ։ Հետևում ենք մեր երեխաների աճին, հոգևոր ծիսական կյանքում, ինչպես են իրենք աճում, տեսնում ենք, թե ժամանակի ընթացքում ինչ խորը լրջություն է այս մեր դպիրների մոտ ձևավորվում ու սկսում են հետաքրքրվել, երբեմն ինֆորմացիաներ են ասում, որ մտածում ենք բացառիկ հոգևորականներ կիմանային դրանց մասին, այդքան խորանում են, մենք էլ սկսում ենք ուղղորդել իրենց, գրքեր, բաներ, այսպես, ասում, տեսնում եմ ըստ նախասիրությունների, ասում, քեզ այս գիրքը կտամ, մյուսին ուրիշ գիրք, այսպես նաև հանդիպումներ են կազմակերպում, իբրև առաջնորդ, հովիվների միջոցով և դպրաց դասի հետ և երգչախմբի անդամների հետ, քանի հանդիպում արդեն ունեցել են, իրենց քաջալերելու համար, որպես իրենք հասկանան շատ կարևոր գործ են անում ու իրենք եկեղեցու առաքելության մեջ մեծ նպաստ ունեն։ Չեմ կարող նկարագրել, բառերով ասել, հոգևոր ապրում է դա, հոգևոր փորձառություն է դա, ոչ առօրեական զգացումներ ես ունենում, ամենակարևորը Աստծո ներկայությունը ավելի շոշափելի, ավելի թանձրացական է այդ պահին, որովհետև զգում ես, որ այդ ժողովուրդը քեզ այդ ներկայությամբ է կապված։ Եկեղեցին ոչ միայն մարդկանց համախմբում է մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, այլ նաև մարդկանց շուրջ ստեղծում է
համերաշխություն եւ ընկերություն։ Հաճելի միջավայր է բնականաբար, որտեղ ստանում ենք հոգևոր կրթություն, սովորում նույնիսկ կյանքի դասեր մեր ավագ ընկերներից ու բնականաբար ընկերական միջավայրը օրը ավելի լեցուն է դարձնում։ Նույնիսկ տանը երբեմն զարմանում են, ինչ ենք այդքան ժամանակ անում եկեղեցում, որովհետև գալիս ենք պատարագի ու էլ մոռանում ենք տուն գնալու մասին, արդեն իրար հետ ենք ժամանակ անցկացնում կամ զրույցներ ենք ունենում հոգևորականների հետ ու տուն գնալու նույնիսկ ցանկություն էլ չենք ունենում արդեն, մեր համար տուն է դարձել։ Ուղղիր եւ քո երկյուղի մեջ հաստատիր իրենց քայլերը, պայելով հնազանդ քո լուսավոր պատվիրանների մեջ, իրենց ամբողջ կյանքի ընթացքում, ինչպես նաեւ Պարգևին խաղաղ եւ առանց մեղքի կյանք։ Մենք մեր փոքր դպիների հետ ենք աշխատում, փորձում ենք մեր իմացածը սովորացնել իրանց փոխանցել, որ իրանք էլ կարողանան սկսեն երգել այդ ամեն ինչը, ոչ միայն երգերը, շարականներ, սաղմոսներ ասելը, այդ ամեն ինչը ուզում ենք փոխանցենք իրանց։ Փոքր ժամանակ այնց որ գալիս է, ինձ համար ոնց որ արդեն պարտականություն լիներ եմ, որ ես պիտի պարտադիր մասնակցեմ, պարտադիր պետքա երգեմ ու հաճույք է միաժամանակ։ Ուղղակի հիացած եմ։ Ու իմ մեջ շնորհակալություն նաև իրենց ծնողներին, որ քաջալերում են, որ երբեմն ուղղորդում են եկեղեցի։ Պիտի ասեմ, ճիշտ է, երբեք չենք բավարարվում ձեռք բերածով, այսօր նույնպես տեսա խորանը որքան դպրաշատ էր եւ մեր հոգեվոր հայրերին, քահանաներին ասեցի, որ շարունակեք, շատացրեք իրենց թիվը, որովհետեւ որքան իրենց թիվը շատ լինի եկեղեցիում, այնքան մեր համայնքային կյանքը ավելի որակով կլինի, մարդիկ կլինեն ավելի սիրող, ներող, իրար, համերաշխ իրար հետ։ Եկեղեցին խաղաղություն է տալիս, որը ուրիշ ոչ միտեղ շատ են փորձել գտնել, բայց ուրիշ ոչ միտեղ բացի եկեղեցուց հնարավոր չի խաղաղություն գտնել։ Որտեղ դու մեծացել ես, որ եկեղեցում, որտեղ դաստիարակություն ես ստացել, այսպես ասած հոգևոր աճ ես ունեցել, այդ եկեղեցին քեզ ավելի հոգեհարազատ է ու որպես քո տուն է ոնց որ լինի։ Ծաղկազարդը Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ հռչակվել է մանուկների օրհնության կարգ եւ այսօր էլ Ծաղկազարդի խորհրդով մեր եկեղեցում պատարագ մատուցվեց հանդիսապետությամբ Սրբազան հոր եւ պատարագին խնդրեցինք, որ Աստված իր աներևույթ Սուրբ Աճի զորությամբ օրհնի ոչ միայն մանուկներին, այլ նաեւ բոլոր հավատացյալներին ու նաեւ օրհնի մեր երկրի սահմանները եւ մեր զինվորներին։ Իրենք պիտի հասկանան ամենակարևոր բանը, որ սա մեր հայկական ժառանգության եկեղեցին առանցքային հիմնասյուներից մեկն է, որքան իրենք նվիրում ունեցան եկեղեցու հանդեպ, որքան կապված եղան, որքան իրենց տարբեր տեսակի ծառայություններով օգտակար եղան եկեղեցու առաքելության իրագործմանը, այնքան եկեղեցին հզոր կլինի, դրանով հզոր կլինի մեր հայրենիքը։